Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք ուսումնասիրենք, թե ինչպիսի արագությամբ են ընթանում քիմիական ռեակցիաները և այն, թե ինչպես կարող են ազդել քիմիական ռեակցիայի արագության վրա։ Քիմիական ռեակցիայի արագության ցուցանիշը ռեակցիային մասնակցող նյութերից որևէ մեկի քանակի փոփոխությունն է միավոր ժամանակի ընթացքում։ Ուսումնասիրենք քիմիական ռեակցիայի արագությունը, որպես օրինակ դիտարկելով ջրածնի պերօքսիդի քայքայումը, և որպես այս ռեակցիայի արագության ցուցանիշ կդիտարկենք փակ համակարգում ռեակցիայի ընթացքում անջատվող թթվածնի ճնշման փոփոխությունը։ Կհամեմատենք տարբեր կատալիզատորների ազդեցությունը ռեակցիայի արագության վրա։ Ահա ջրածնի պերօքսիդի քայքայման ռեակցիան մանգանի քառավալենտ օքսիդի ուղեկցությամբ։ Ջրածնի պերօքսիդը քայքայվում է առաջացնելով ջուր և թթվածին։ Այս ռեակցիայի արագությունը ուսումնասիրելու համար բավական է ուսումնասիրել փակ համակարգում անջատվող թթվածնի ճնշման փոփոխությունը։ Ռեակցիան բնական պայմաններում ընթանում է շատ դանդաղ և կարող է տևել ժամեր կամ նույնիսկ օրեր, սակայն կատալիզատորների առկայությամբ այն զգալիորեն արագանում է։ Կատալիզատորն այն նյութն է, որը մասնակցելով քիմիական ռեակցիային արագացնում է այն, սակայն վերջում ինքը մնում է անփոփոխ։ Այսօր մենք կպարզենք, թե ինչպես է ռեակցիայի արագությունը փոխվում, որպես կատալիզատոր օգտագործելով մի դեպքում մանգանի քառավալենտ օքսիդ և մեկ այլ դեպքում բնական ֆերմենտներ։ Փորձերն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են թվային լաբորատորիա, գազի ճնշումը չափող սենսորով, հավանգակոթով, օգտագործվում է պինդ նյութերի մանրացման համար, թվային կշեռք, նախատեսված է նյութերը կշռելու համար։ Ի տարբերություն մեխանիկական և նժարավոր կշեռքների, թվային կշեռքը ապահովում է նյութի զանգվածի ավելի ճշգրիտ չափումը։ Չափագլան նախատեսված է ճշգրիտ սահմանված համեմատաբար փոքր ծավալով հեղուկների համար։ Խցան անցքով։ Ջրածնի պերօքսիդի H2O2-ի 3% լուծույթ 100 մլ քայքայման համար։ 1 գրամ մանգանի քառավալենտ օքսիդ, որպես կատալիզատոր, 1 հատ հում կարտոֆիլ, որպես բնական կատալազա։ Հագնել խալաթ, ռետինե ձեռնոց և դնել ակնոց։ Ջրածնի պերօքսիդի լուծույթի հետ աշխատել զգուշությամբ, մաշկին թափվելու դեպքում լվանալ առատ հոսող ջրով։ Աշխատանքի ընթացքում ձեռքերը չտանել դեմքին։ Փորձի ավարտից հետո սպասել մինչև սարքավորումները սառչեն և միայն հետո մաքրել աշխատանքային տարածքը։ Փորձերից գոյացած թափոնները լցնել հատուկ աղբամանի մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Քայքայենք ջրածնի պերօքսիդը մանգանի քառավալենտ օքսիդի ազդեցությամբ։ Գազի չափման սենսորը միացնենք քիմիական լաբորատորիային, ապա խողովակը միացնենք սենսորին։ Միացնենք քիմիական լաբորատորիան։ Քիմիական չափագլանի մեջ լցնենք 25 մլ ջրածնի 3% պերօքսիդի լուծույթ և այն փակենք խցանով։ Գազի սենսորի խողովակը տեղադրենք խցանի մեջ։ Այժմ 1-2 րոպե հետևենք գազի ճնշման փոփոխություններին։ Ինչպես տեսնում եք, այն տատանվում է մթնոլորտային ճնշման մոտավոր արժեքի 87.5 կիլոպասկալի շուրջ։ Օդի ճնշման աճ գրեթե չի նկատվում։ Դա նշանակում է, որ ռեակցիան ընթանում է շատ դանդաղ։ Բացենք փորձանոթի բերանը, որպես կատալիզատոր լուծույթին ավելացնենք 1 գրամ մանգանի քառավալենտ օքսիդ։
Կրկին փակենք խցանով եւ 1-2 րոպե հետևենք արտազատվող թթվածնի ճնշման տվյալներին։ Նկատում ենք ճնշման էական աճ։ Այն աճեց մոտ 5.4 կիլոպասկալով։ Դա նշանակում է, որ ընթանում է արագ ռեակցիա։ Առաջին փորձն ավարտեցինք։ Թափոնները լցնենք նախատեսված տարայի մեջ եւ անցնենք երկրորդ փորձի կատարմանը։ Այժմ փորձը կատարենք, սակայն որպես կատալիզատոր օգտագործենք կարտոֆիլի մեջ պարունակվող կատալազը։ Հավանգի մեջ հավանգակոթի օգնությամբ մանրացնենք եւ տրորենք կեղևազրկված կարտոֆիլը։ Փորձանոթի մեջ լցնենք 25 մլ ջրածնի պերօքսիդի լուծույթ եւ ավելացնենք 5-ից 6 գրամ տրորած կարտոֆիլ։ Կրկին 1-2 րոպե հետևենք արտազատվող թթվածնի ճնշման տվյալներին։ Նկատում ենք ճնշման աճ։ Այն աճեց մոտ 1.1 կիլոպասկալով։ Դա նշանակում է, որ ռեակցիան համեմատաբար ավելի դանդաղ է ընթանում, քան ընթանում էր մանգանի քարավալենտ օքսիդի օգնությամբ։ Փորձերն ավարտեցինք։ Այս փորձի ընթացքում գազի ճնշման սենսորով չափվել է ջրածնի պերօքսիդի քայքայման արդյունքում անջատվող թթվածնի քանակը ճնշման փոփոխության տեսքով։ Փորձը կրկնվել է 3 պայմաններում՝ առանց կատալիզատորի, մանգանի քարավալենտ օքսիդի առկայությամբ, կարտոֆիլի բնական կատալազը առկայությամբ։ Ճնշման փոփոխությունը ընդունվել է որպես ռեակցիայի արագության ուղղակի ցուցիչ։ Տվյալները թույլ են տալիս ասելու, որ առանց կատալիզատորի թթվածնի անջատում գրեթե չզգացվեց։ Ռեակցիան ընթանում է շատ դանդաղ, համաձայն տեսական ակնկալիքի։ Սա հաստատում է, որ ջրածնի պերօքսիդը առանց խթանման քայքայվում է շատ դանդաղ։ Մանգանի քարավալենտ օքսիդի կատալիզով ճնշումը աճեց մոտ 6 կիլոպասկալ։ Ամենաարագ ճնշման փոփոխությունը դիտվեց առաջին 60 վայրկյանում, հետո փոփոխության տեմպը նվազեց։ Սա վկայում է, որ մանգանի օքսիդը շատ արդյունավետ անօրգանական կատալիզատոր է, արագ մեծացնելով ռեակցիայի արագությունը հատկապես սկզբում։ Թթվածինը արագ անջատվեց ռեակցիայի առաջին փուլում, ինչը համահունչ է կատալիզի տեսությանը։ Կարտոֆիլի կատալիզով առաջին 30-ից 60 վայրկյանում նկատվում է թթվածնի զգալի անջատում, սակայն մանգանի օքսիդի համեմատ տեմպը ավելի մեղմ էր։ Սա ցույց է տալիս, որ բնական ֆերմենտային կատալիզը նույնպես բարձրացնում է ռեակցիայի արագությունը, սակայն համեմատաբար ավելի մեղմ, քան անօրգանական կատալիզատորների դեպքում։ Վերլուծությունից հանգում ենք հետևյալ եզրակացությանը։ Ռեակցիայի արագությունն առավելագույնն է մանգանի քարավալենտ օքսիդի կիրառման դեպքում։ Կարտոֆիլը, որպես բնական կատալիզատոր, նույնպես զգալիորեն արագացնում է ռեակցիան։ Առանց կատալիզատորի ռեակցիան գրեթե չի ընթանում դիտարժան ձևով։ Արտադրված թթվածնի ճնշման չափումը արդյունավետ մեթոդ է քայքայման արագության համեմատական գնահատման համար։ Շնորհակալություն, կհանդիպենք մեր հաջորդ տեսանյութում։